Անկապեցյան դուք տեղյակ եք եղել, որ հեծը ձեր այլ ընկերություններից գնումները կատարել իր կարիքների համար։ Դա Դուք էլ նայեք հեծի վիճակը։ Հիմա 50 միլիոնի բանը ֆինանսական պարտավորություն են կատարել հայտարարում են, հա։ 50 միլիոնի ֆինանսական պարտավորություն կատարում են, որովհետև ուրիշ ոչ մի բանի հնարավորություն չունեն։ Այսինքն իրենք փոխանակ արդիականացնեն, նոր միացումներ կատարեն, որ դուք պատկերացնեք, ընդամենը 100 հատ նոր միացում են արել, 3000, 3500-ի փոխարեն։ Դրա համար առաջացել է այդ գումարը, մեծ խելք պետք չէր, որ բանկերի պարտավորություն փակելը, այ խելքը նրա համար է, որ իրագործեն արդիականացում, նոր միացումներ կատարեն, դրա համար իրենք այնտեղ ամբողջությամբ ձախողվել են, դուք էլ ուսումնասիրեք, տեսնեք։ Գնաք, բայց դուք խնդրարից չեք համարում, որ ձեր մի ընկերություն մյուսից գնում է արել, այլ մրցույթ չի հայտարարել, որտեղ այլտեղից կարող է ավելի էժան ձեռք բերել։ Դե հիմա կարող են ավելի էժան ձեռք բերել, բայց չեն կարողանում ձեռք բերել, դրա համար չեն կարողանում ներդրումային ծրագրերը կատարել։ Բա թող ձեռք բերեն, մի տարի տարծավել կառավարում են։ Դուք կարծում եք, որ հեծի համար շահավետ եղել, երբ որ ձեր մյուս ընկերություններից են գնումներ կատարել։ Իհարկե ոչ միայն հեծի համար։ Մյուս ընկերությունը դա ինչ է նշանակում։ Դա գործարաններ են, որոնք կառուցվել են, որտեղ աշխատում են շատ աշխատողներ, հարկեր են վճարում Հայաստանում, իսկ իրեն գնացին ուրիշ ճանապարհով, փորձում են ինչ-որ բաներ գտնեն, ապացուցեն, բայց արդեն 1 տարի անցավ, դեռ ոչ մի բան չգտան, չապացուցեցին։ Հեծն էլ փորձանքիք բերեն, ոչ։ Սովորական քաղաքացին ինչպես պիտի զգա պարոն Կարապետյան այդ ներդրումների չկատարելը, նշում եք, որ դրա հաշվին են Սովորական քաղաքացին, սովորական բիզնեսմենները ամեն օր դա զգում են հիմա, որովհետև 40%-ից ավելացել են անջատումներ։ Իսկ բիզնեսմենները մի օրինակ բերեմ, գործարան կամ հյուրանոց կամ շենք են կառուցում, պետք է նոր միացումներ լինել։ Այդ միացումները չկան։ Այսինքն դա դառնում է այդ բիզնեսմենների համար մեծ պրոբլեմ, ինչը որ հիմա կա։ Պարոն Կարապետյան, դուք մի տարի առաջ մինչև Հայաստան գալը եւ այդ հայտարարություն անելը Դուբայում եք ապրում, խնդիրներ ունեիք Ռուսաստան գնալու թե ոչ։ Ոչ, ես ապրում էի 3 ամիս Ռուսաստանում, 4 ամիս, 3-4 ամիս Դուբայում, Ներեք, դուք մեզ առույգ եք, չեք հոգնել, չեք ուզում գնացուց, դուք մեզ պետք եք առույգ։ Դուք պաշտպանության կարիք ունեք լրացուցիչ, դուք Դուբայում, ինչու եք Դուբայում ապրում, Ռուսաստանում խնդիր կար։ Ռուսաստանում խնդիր չկար, Ռուսաստանում սրտի է խնդիր։ Սրտի։ Ես ձմեռն էի գնում Դուբայ, որտեղից դուր էր գալիս։ Պարոն Կարապետյան, երբ 1 ժամից պարզ է լինելու Ծառուկյանի խափան միջոցի հարցը, այս առնչությամբ ինչ ունեք ասելու, գործարար է, գործընկերներ եք ի վերջո։ Ոչ միայն գործընկերներ ենք, մենք նաև ընկերներ ենք, իրենք վստահ եմ Ծառուկյանին ոչ մի որոշումով չեն վախեցնելու, Ծառուկյանը ուժեղ հաղթանդամ տղամարդ է, դեռ իր խոսքը կասի եւ ընդդիմության հետ մասնակցի իշխանափոխության բոլոր ծրագրերին։ Պարոն Կարապետյան, եւ ինձ հարցազրույցի առաջարկի հետ կապված ինչ մտածեցիք։ Էլի հարց ունեք, Նկատի ունեմ Տիգրան հետ պայմանավոր ենք։ Դուք այսինքն ձեր համաձայնությունը կներեք։ Սանատ հարց տվեք, նարեկ չեն, հարցազրույց արեցի։ Դեմ չի, մենք էլ չեն ամեն շատ հարցերի այս քանով ամփոփում են հեռախոսական